Եվ այսպես Նիկոլ Փաշինյանի ագրեսիան մետրոպոլիտենում եւ Արևմտյան Ադրբեջանի սահմանադրությունը հարգել է հեռուստադիտողներ 3 ամբողջ համացանցը քննարկում էր Նիկոլ Փաշինյանի պահվածքը, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենում։ Հիմա մենք սրան կանրադառնանք, բայց ինչն է կարևոր, երբ որ մենք սա քննարկում էինք, լայն հասարակությունը սա քննարկում էր, մի տեսակ աննկատ անցավ այն, թե ինչ հրապարակվեց նախորդ շաբաթվա վերջին, խոսքը վերաբերվում է սահմանադրական փոփոխություններ ասվածի պոտենցիալ փաթեթին, որը իշխանությունները պատրաստվում են ընդունել։ Լրատվամիջոցներից մեկի ձեռքի տակ է հայտնվել սահմանադրական փոփոխությունների փաթեթը, որը ի թիվս այլնի ենթադրում է հետևյալը. Ադրբեջանի պահանջով անկախության հռչակագրին հղումը Հայաստանի Հանրապետության սահմանադրությունից հանվում է։ Եթե դու դա հանում ես, դա հանգեցնում է հետևյալին. Հայաստանի Հանրապետությունը քաղաքական, աշխարհաքաղաքական սուբյեկտից վերածվում է աշխարհագրական վայրի, ինչ որ մի իզոլացված տարածք, որտեղ կոմպակտ բնակվում են ազգությամբ հայեր, բայց այդ ազգությամբ հայերը միավորված չեն քաղաքական գաղափարի շուրջ, չունեն միասնական նպատակ, որովհետև կուշտ ստամոքս ունենալը չի կարող քաղաքական նպատակ լինել եւ կուշտ ստամոքս ունենալ դու օրինակ կարող ես Շվեդիայում, բայց ոչ Հայաստանի Հանրապետությունում, այսինքն լավ, այսպես ձևակերպենք, Շվեդիայում շատ ավելի կուշտ փորով կարող ես ապրել, քան Հայաստանի Հանրապետությունում։ Ինչևէ, իշխանությունները հրապարակել են այդ սահմանադրական փոփոխությունների փաթեթը, որը դա է ենթադրում։ Դա ենթադրում է նաև հետևյալը, սահմանադրական փոփոխությունների փաթեթի մասին է խոսքը, օրինակ ավանդական ընտանիքի մոդելը կարող է փոփոխության ենթարկվել։ Այնտեղ փոփոխությունները վերաբերվում են նաև հետևյալին, որ տարեցների նկատմամբ ծնողների նկատմամբ երեխաների խնամքը փաստորեն պարտադիր այլևս չի լինում։ Ինչը վերաբերում է աշխարհաքաղաքական նրբերանգներին փոփոխված սահմանադրության, այնտեղ կա հետևյալ մի դրույթ, որը վերաբերում է սահմանադրության 205-րդ հոդվածին։ Երբ որ այդ հոդվածը չեղարկվում է, դա նշանակում է հետևյալը, եւ այնտեղ անցումային դրույթներում կա մի հետաքրքիր դրույթ, ըստ որի բոլոր այն միջազգային կառույցները, որոնց Հայաստանի Հանրապետությունը անդամակցել է մինչև 2005 թվականը, այդ կառույցներուն անդամակցության հարցը կարող է լուծվել ոչ թե հանրաքվեով, այլ պարզ մեծամասնությամբ ազգային ժողովում, սահմանադրական մեծամասնությամբ ազգային ժողովում։ Ինչու է սա կարևոր, հարգելի հեռուստադիտողներ, մենք ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ անդամներ ենք դարձել մինչև 2015 թվականը, եւ եթե Նիկոլ Փաշինյանը վերարտադրվում է խորհրդանական ընտրությունների արդյունքում, հաջորդիվ մենք դուրս են գալու նաև ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, ԱՊՀ-ից, իհարկե Հայաստանի Հանրապետության իշխանությունների ջանքերի շնորհիվ մենք հասել ենք նրան, որ ՀԱՊԿ-ին մեղմ ասած միանշանակ վերաբերմունք Հայաստանում չկա, բայց որպես դրա այլընտրանք Հայաստանի Հանրապետության իշխանությունները ոչ թե նոր անվտանգային երաշխիքներ են առաջարկում, այլ առաջարկում են Հայաստանին դառնալ թուրքական աշխարհի մի մաս, այսինքն ինչ կրկին ասենք, ինչ որ մի աշխարհագրական վայր Թուրքիայի Ադրբեջանի արանքում, որը կգոյատևի այնքան ժամանակ, մինչև այդ երկու սուբյեկտներից մեկը չկլանի իրեն։ Եվս մի կարևոր նրբերանգ սահմանադրական փոփոխություններ ասվածից։ Պարզեցված ընթացակարգը, որով Սփյուռքի հայերը կարող են ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, այդ ընթացակարգը վերացվում է։ Սա գիտեք ինչի դրսևորումն է։ Հարգելի հեռուստադիտողներ, 2021 թվականի նոյեմբերին կարող եք համացանցում գտնել սա։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Տայիպ Էրդողանը մեկնաբանելով Հայաստանի եւ Թուրքիայի միջև բանակցային գործընթացը նշել է հետևյալը, որ շատ բան կախված է Հայաստանից, շատ բան կախված է Նիկոլ Փաշինյանից եւ նրանից թե ինչպես նա կկարողանա չեզոքացնել կամ լուծել խնդիրը կապված Սփյուռքի ազդեցության հետ ներհայաստանյան գործընթացների վրա, որովհետև Ռեջեփ Տայիպ Էրդողանի կարծիքով Սփյուռքը դեմ է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատմանը։ Չի ասում, որ Սփյուռքը, հայկական Սփյուռքը մեծապես դա կենթանի վկան է Թուրքիայի քաղաքական հանցագործության, որը կոչվում է ցեղասպանություն։ Հիմա երբ որ Նիկոլ Փաշինյանը համադրական բարեփոխումների այսպես կոչված փաթեթից հանում է այդ կետը, որը վերաբերվում է պարզեցված ընթացակարգով ազգությամբ հայերի քաղաքացիություն ստանալուն, դա կրկին ասենք հանգեցնում է նրան, որ մենք վերածվում ենք ինչ-որ մի փոքր տարածքի, որտեղ հայերը պետք է կոմպակտ ապրեն, իսկ այլ տեղերի հայերը, աշխարհի այլ ծայրերի հայերը հնարավորություն չեն ունենալու գան եւ པարզ ընթացակարգով ստանալ քաղաքացիություն, դրանով դու խաթարում ես կապը Սփյուռքի հետ, իսկ Սփյուռքը Թուրքիայի համար մեծագույն սպառնալիքներից մեկն է, հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետ մեկտեղ, որովհետեւ իրենք ընկալում են Սփյուռքը եւ հայ առաքելական եկեղեցին որպես սուբյեկտներ, որոնք կարող են ընդդեմ Թուրքիայի լոբիստական աշխատանքներ իրականացնել, այսինքն ոչ միայն Ալիևի պահանջն է տեղ գտել նոր համադրական փոփոխությունների փաթեթում, այլ նաեւ Էրդողանի պահանջը,
Բայց այս ամենը մենք պետք է հասկանանք, տեղի է ունենում մի իրավիճակում, երբ որ Նիկոլ Փաշինյանը չունի ոչ միայն երաշխիքներ նրա, որ նա կկարողանա փոխել սահմանադրությունը, այլ նույնիսկ նրա, որ նա կարող է վերարտադրվել ընտրությունների ժամանակ։ Այդ դրա վառ օրինակը եղավ այն, ինչ մենք տեսանք Երևանի մետրոպոլիտենում։ Նիկոլ Փաշինյանը բոլորից լավ գիտի, որ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը Երևանը որպես ընտրական ակտիվ կարևորագույն ակտիվն է Հայաստանի Հանրապետությունում, եւ եթե դու կարողանաս հաղթանակ ունենալ, ծանրակշիռ հաղթանակ ունենալ Երևանում, դա կարող է ազդել նրա վրա, որ դու ամբողջ Հայաստանով մեկ կհասնես քաղաքական փոփոխություններ։ Եվ հիմա Նիկոլ Փաշինյանը իր ուրախ ավտոբուս ասվածով դուրս է գալիս Երևան, դուրս է գալիս Երևանի փողոցներ եւ հանդիպում է մարդկանց, որոնք ասում են իրեն այն ամենը, ինչ հասարակության զգալի հատվածը իր մասին մտածում է։ Ամենաիհարկե վառ օրինակը եղավ մետրոպոլիտենում, երբ որ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Արցախից բռնի տեղահանված մի քաղաքացու Արմինե Մոսյանին եւ կոնֆլիկտ ունեցավ, մատ թափ տվեց երեխայի ներկայությամբ մոր վրա գորգորած, ասես որ դուք միայն այս Հայաստանի Հանրապետությունում պետք է ապրեք։ Իդեպ այդ քարտեզ այդ մարդը որ ցույց է տալիս, մտ հիշենք, որ սա այն նույն մարդն է, ով այսպես կոչված համանդրական բարեփոխումների քարոզարշավի ժամանակ հպարտ քաղաքացու անձնագրով պատտվում էր նույն մետրոպոլիտենում եւ այդ հպարտ քաղաքացու անձնագրի վրա Հայաստանը Արցախի Հանրապետության հետ միացներ։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ագրեսիվ դրսևորումներ ունեցավ, ճիշտ է, հետո հազար անգամ ներողություն խնդրեց, ինչը եւս վկայում է այն մասին, որ նա հասկացավ, թե ինչպես կրակեց ինքը իր ոտքին, բայց ինչևէ Նիկոլ Փաշինյանը առերեսվեց այն իրականության հետ, որը ՀՄԿ ցույց չի տալիս, որը նաև իր խորհրդականները իրեն չեն ներկայացնում եւ ինքն էլ հավատում է, որ այդ իրականությունը գոյություն չունի։ Իդեպ այստեղ եւս մի կարևոր նրբերանգ, տեսեք, հարգելի հեռուստադիտողներ, ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը, աջ ու ձախ ում հասնում է, հրավիրում է բանավեճի։ Նա չկարողացավ մի քանի րոպե ինքնատիրապետումը պահպանել, երբ որ իրեն բավականին adekvat, զուսպ եւ կշռադատված ու փաստարկված պատասխաններ տվեց Արցախից բռնի տեղահանված մի գեղեցկուհի։ Պատկերացրեք, թե ինչ կարգավիճակում կլներ Նիկոլ Փաշինյանը, եթե հասներ նրան եւ իր հետ բանավիճեին, կարծում եմ իր համար սա պետք է դաս լինի եւ այլևս նմանատիպ գնահատականներ չպետք է լինեն։ Իսկ ինչը վերաբերում է իր վարկանիշին, այն որ Նիկոլ Փաշինյանը վարկանիշի հետ կապված ունի լրջագույն խնդիր, սա ոչ միայն մեր գնահատականն է, այլ նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների փաստացի հետախուզության գնահատականն է, որոնք անցյալ շաբաթ նշեցին, մարտի 18-ին հրապարակված զեկույցում նշեցին, որ չկա վստահություն նրա, որ սահմանադրական փոփոխությունները կյանքի կկոչվեն եւ Ադրբեջանի կարևորագույն պահանջը հանեն սահմանադրությունից անկախության հռչակագիրը կյանքի կկոչվի, դա էլ կարող է խոչընդոտ հանդիսանալ այսպես կոչված խաղաղության գործընթացի համար։ Ինչևէ, ամփոփելով մեր այսօրվա զրույցը պետք է նշենք հետեւյալը։ Ինչ տեսանք մենք այս մի քանի օրերի ընթացքում։ Նիկոլ Փաշինյանը ունի լրջագույն խնդիրներ վերընտրության հետ, ունի լրջագույն խնդիրներ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում Երևանում։ Դա հանգեցնում է նրան, որ նա նյարդային պոռթկումներ է ունենում։ Նյարդային պոռթկումներն էլ վկայում են հետևյալի մասին։ Նա շատ լավ գիտի, որ եթե ընտրությունների արդյունքով չկարողանա վերարտադրել իր իշխանությունը, ապա որպես քաղաքական գործոն Հայաստանի Հանրապետությունն նա այլևս տեղ չի ունենալու, որովհետև վերջին մի քանի օրերը նաև ցույց տվեց, որ քաղաքացիները ոչ միայն ուզում են քաղաքական փոփոխություններ, այլ նաև պատիժ բոլոր նրանց համար, ովքեր դավաճանեցին իրենց, ովքեր նաև որ 18 թվականին հավատում են, որ Հայաստանում հնարավոր են քաղաքական փոփոխություններ։ Հետևաբար մենք պետք է հասկանանք հետևյալը, որ մի կողմից ունենք նյարդային պոռթկումներ, մյուս կողմից էլ ունենք արևմտյան Ադրբեջանի սահմանադրություն, որը փորձում են քաղաքացիներին հրամցնել։ Ու եթե քաղաքացիները այնուամենայնիվ հունիսի 7-ին տեղի տան այս ճնշումներին, տեղի տան այս վախերին, իրենք պետք է հասկանան հետևյալը, որ հաջորդիվ իրենք կարող են իսկապես հայտնվել մի իրավիճակում, երբ որ Նիկոլ Փաշինյանը չդիմադրելով Ադրբեջանի պահանջներին, կասի ես պատերազմ չեմ բերում, բայց այսուհետև Հայաստանի Հանրապետությունը կոչվում է Արևմտյան Ադրբեջան։ Մտածեք այդ մասին։